Ազատության ուղիղ եթերում լրատվական թողարկումն է Ղարաբաղում և Հայաստանի Տավուշի մարզում սահմանային լարվածությունների ֆոնին Հայաստանում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Այս պահին այդ թեմայով զրուցելու են քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Ողջույն պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար։ Օրերս մենք տեսանք, որ ադրբեջանական կողմը ոչ միայն Ղարաբաղում է փաստորեն ըստ պաշտոնական աղբյուրների լարվածությունը բարձրացնում ըստ հայկական կողմի պնդումների, այլ նաև Հայաստանի սահմանին Տավուշի մարզում մասնավորապես բաղանիսներ գնդակոծվել կրկին, օրերս։ Ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ինչ կարող են փոխել այս իրավիճակում, հիմա նրանց այցը ինչ կարող է փոխել տարածաշրջանում։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ ուզում եմ ասել, ես կարծում եմ, որ այս գործողությունը Մինսկի խմբի, ավելի ճիշտ համանախագահող երկրների դեսպանների շատ կարևոր է։ Այնուամենայնիվ դա զսպիչ մեխանիզմ է Ադրբեջանի այո, իրենց այցելությունները տարածաշրջան, Ադրբեջան, Ղարաբաղ եւ Հայաստան, այնուամենայնիվ զսպիչ մեխանիզմ է։ Այո, Ադրբեջանը լկտի անում է, Ադրբեջանը սադրանքներ է կատարում, խախտում է զինադադարը, մենք սովոր ենք, բայց այնուամենայնիվ այս միջազգային ֆորմատը, որ աշխատում է, կասկած ես չունեմ, շատ պետք է։ Ուրիշ բան է, ոնց անենք, որ ավելի էֆեկտիվ լինի այդ աշխատանքը, այդ այլ խնդիր է, ու ես կարծում եմ շատ կարևոր է, որ մայիսի 18-ին համանախագահող երկրների դեսպանները համատեղ հայտարարություն արեցին, որտեղ որ հստակ ասվեց, առաջինը հրթիռը ուղարկեց դեպի Ղարաբաղ, կրակեց առաջինը Ադրբեջանը։ Դա ինչ որ չափով զսպիչ մեխանիզմ էր, եթե դուք հիշում եք, գոնե 3 շաբաթ առաջ շատ ու շատ ավելի լարված էր վիճակը եւ սահմաններում եւ շփման գծերում։ Ուրեմն այս միսիան այդ Մինսկի խմբի, այդ իրանց գործողությունները շատ կարևոր են, շատ են պետք ու ուղղակի, քանի որ մենք չենք տեսնում, ասենք վերջնական արդյունքը, որը սպասել որ կլինի կարճ ժամանակահատվածում պետք չի, մենք մտածում ենք կարող է էֆեկտիվ չեն աշխատում, բայց իրանց ջանքերը գոնե զսպիչ մեխանիզմ են։ Այսինքն հիմա իրենց աշխատանքը միտված է նրան, որ լարվածությունը չաճի։ Ես այդպես կասեի։ Այսինքն ըստ էության հարցը չի բանակցվում, հարցի լուծման տարբերակները հիմա ըստ էության չեն բանակցվում։ Դուք գիտեք, վերջի նվազագույնը 4 տարի է, որ բանակցություններ չկան, հենց Ադրբեջանի քաղաքականության պատճառով ու ամեն ինչ արվում է Մինսկի խմբի կողմից, որ գոնե սկսեն կոնսուլտացիաներ վերականգնելու բանակցությունները։ Օրինակ, այս տարվա մայիսի 28-ին հիշում եք, Ռուսաստանը նախաձեռնել է արտգործնախարարների հանդիպումը Մամեդյարով Նալբանդյան ու այդ հանդիպումը ոչ թե բանակցությունների հանդիպում էր, որտեղ որ բանակցություններ են գնում, ոչ, հանդիպեցին, քննարկեն, այո, որ կարող են բանակցել, թե չեն կարող։ Ուրեմն մենք ուրիշ փուլում ենք, մենք դժբախտաբար Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականության պատճառով հիմա գտնվում ենք բանակցային process-ից դուրս ու հիմա Մինսկի խումբը ամեն ինչ անում է որ բանակցություններ սկսվեն ու ես կարծում եմ այս այցելությունը ինչով էր հետաքրքիր առաջինը դա առաջի այցելությունն էր տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանների մայիսի 18-ի այդ հայտարարությունից հետո երբ որ ասվեց ով է առաջինը ու ով է մեղավորը այդ շատ հետաքրքիր է բացի դրանից ուշագրավ էր ինձ համար Նալբանդյանի, մեր արտգործնախարարի Նալբանդյանի հայտարարությունները այդ հանդիպումների ժամանակ Մինսկի խմբի համանախագահող երկրների մի քանի օր առաջ այդ հայտարարություններում նշված է որ Նալբանդյանը ասեց որ մենք պետք է անցնենք փաստը ֆիքսելու այդ գործողություններից հայտարարության գործողություններից, կոնկրետ գործողությունների, ես այդպես միտքը հասկացա, որ Հայաստանը ինչ է ասում, լավ, ֆիքսեցիք, որ Ադրբեջանը առաջինը խախտեց զինադադարը, հետո, ուրեմն պետք է անցնել գործողությունների, ասենք դատապարտել կամ, ասենք սանկցիոն քաղաքականություն սկսել կիրառել, հակառակ դեպքում ոչ մի բան չի փոխվի։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, հիմա այս այցի նպատակը որն է, որպեսզի նոր պատերազմ թույլ չտրվի, քանի որ հիմա շատ է խոսվում, որ լարվածությունը աճում է, հնարավոր է նոր պատերազմ սկսի, կարելի ասել, որ սրա նպատակը պատերազմի կամ ապրիլի կրկնության բացառման համար է։ Ես կարծում եմ, որ դուք ճիշտ եք։ Ավելի մոտ է նրան, որ իրանք ակտիվ ու ավելի հաճախ սկսեցին տարածաշրջան մտնել,
տարածաշրջան, հանդիպել կողմերի հետ, ավելի հաճախ չէ, քան թե ասենք 5 տարի առաջ էր։ 5 տարի առաջ այսինքն տարեկան 2-3 անգամ էին գալիս, հիմա այս վերջի տարիները չէ, 2-3 նվազագույնը 4-5 անգամ գալիս է։ Միգուցե այո, հենց դրան է ուղղված, քանի որ գիտեք առարկա մենք չունենք բանակցությունների կամ քննարկումների, ինչ առարկա։ Իրանք գալիս են համոզել մեզ ու ադրբեջանցիներին, որ բարձր մակարդակի հանդիպում չէ, կազմակերպեն մոտ ժամանակներս, բայց բարձր մակարդակի հանդիպում անիմաստ է կազմակերպել համաձայնվել գնալ Հայաստանի կողմին անիմաստ է, քանի որ անընդհատ կրակում է Ադրբեջանը, դիպուկահարներ են կրակում, զինադադարի խախտումները այլ ձևով, չէ, կրակում են ծանր տրամաչափի, մեծ տրամաչափի զենքերով, խոշոր, այո, անիմաստ է իրենց հետ հանդիպելու, ինչ իմաստ ունի հանդիպել, բացի դրանից, հիշում եք անցած տարվա Վենայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները վստահության մթնոլորտի ուժեղացու Կասպերչիկի այդ խմբի ավելացում, որը չի կատարվում հստակ, ոչ թե չի կատարվեց ընդհանուր առմամբ, չի կատարվել, քանի որ Ադրբեջանն է բոյկոտում է, Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ չկատարվի, ու ես չեմ հասկանում ինչ իմաստ ունի գալ ու մեզ համոզել նորից հանդիպել, եթե այդ վստահության մթնոլորտը չի ստեղծվում։ Ուրեմն ես կասկած չունեմ, որ իրոք Մինսկի խմբի այցելությունները, այդ դեսպաները փաստորեն նոր պատերազմ, նոր լարվածություն է կանխել, ասենք փոքրացնել այդ լարվածությունը, ինչ որ չափով փոքրացնել։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, իհարկե հիմա հերթական առիթն է այս թեմայով խոսելու, հա, գալիս են, գնում են համանախագահները, տարբեր հանդիպումներ են տեղի ունենում, հայտարարություններ են տարածվում, հա, բայց ի վերջո հնարավոր է նոր պատերազմ կամ ապրիլի կրկնություն հնարավոր։ Գիտեք, պետք է մենք անկեղծ լինենք, բաց ասենք եւ հասարակությունը պետք է իմանա, միշտ պատերազմի հավանականությունը բավական բարձր է։ Դա 100% չի, ասենք 10% է, 20% է, բայց անընդհատ աճում, իջնում է, ու դա ինչի հետ է կապված։ Ադրբեջանը փոխեց իր քաղաքականությունը։ Վերջի 2-3 տարիների ընթացքում Ադրբեջանը նախապայմանային քաղաքականությունով է աշխատում։ Ինչ է դա նշանակում։ Եթե նախկինում իրենք այնուամենայնիվ համաձայնվում էին բանակցել ու հետո նոր դնում էին իրենց պահանջները, հիմա իրենք այդ պահանջները առաջ են բերում։ Ինչ է նշանակում նախապայմանային քաղաքականություն։ Իրենք ասում են ազատեք տարածքները, հետո ձեզ հետ կխոսենք։ Դա բերեց նրան, որ մենք անընդհատ լարված իրավիճակ ունենք։ Բացի դրանից Ադրբեջանը չի ཐակցնում, որ ստատուս կոն իրանց ձեռնտու չի։ Ես չեմ ասում մեզ շատ ձեռնտու է ստատուս կո, բայց մենք գոնե կարող ենք ասել, ինչ եք առաջարկում, խելոք բան առաջարկեք, մենք կխոսանք։ Ադրբեջանը համարում է, որ քանի որ կոնտրոլը մեր ձեռքում է եւ Ղարաբաղում, առաջին հերթին Ղարաբաղում եւ տարածքներում, իրանք պարտվում են, իրանք կորցնում են։ Իմ կարծիքով իրանք դրանից չեն կորցնում։ Դրանից են կորցնում, որ անընդհատ ուզում են պատերազմով լուծել։ Դա է, որ իրենք ամեն ինչ կորցնում։ Բայց վտանգը, հա, մենք լսում ենք արդեն 25 տարի զինվորականները միշտ ասում են պատերազմից հետո, որ ամեն օր սպասում են պատերազմի։ Հա, բայց ի վերջո լարվածություն հիմա այն աստիճանի է, որ կարող է վերածվել արդեն լայնամասշտաբ բախման։ Այո, հիմա այդ վտանգները կան, մենք պետք է պատրաստ լինենք։ Առաջինը շատ բան փոխվեց, ես ասի, քաղաքականությունը Ադրբեջանի փոխվեց, աշխարհում էլ շատ բան է փոխվում։ Գիտեք, եթե 10 տարի առաջ աշխարհում, գոնե մենք կարող ենք ասել Միացյալ Նահանգներ, Եվրոմիություն, միասին համագործակցում են։ 10 տարի առաջ դա եւ Ռուսաստանը համագործակցում էր Եվրոմիության հետ։ Հասկանում եք, կային կենտրոններ, որոնք զսպիչ էին Ադրբեջանի համար։ Հիմա բոլորը գիտեն, Ռուսաստան, Արևմուտք ծանրագույն հարաբերություններ են։ Միացյալ Նահանգները, Եվրոպան բավական լուրջ հիմա խնդիրներ են։ Դա է, որ ասենք ձեռքերը ազատում է Ադրբեջանի նույնիսկ սադրանքների գնալ։ Հասկանաք, միջազգային հանրությունը համախմբված չի, այդ գլխավոր խաղացողները իրար հետ խնդրեմ ունեն։ Դա է պատճառը, որ օգտվում է Ադրբեջանը։ Ինքը ասում է, հա, այնտեղ մեծ ռազմորկեք են, այս առանքում փորձեմ ռազմական ճանապարհով լուծել։ Դա է նաև պատճառը, որ հավանականությունը, որ Ադրբեջանը նորից սադրիչ գործողություն ծավալի, մեծ է։ Ու դրա զսպիչը ուժը միջազգային հանրությունը չի։ Հիմա զսպիչը մենք պետք է լինենք։ Մենք պետք է բանակը ուժեղացնենք, մենք պետք է զարգացնենք երկիրը, որ դա լինի զսպիչ Ադրբեջանի գործողությունների։ Պարոն Գրիգորյան, վերջին մեկ ամսվա ընթացքում, կես ամսվա ընթացքում անգամ, հա, Ադրբեջանը օսա խոցեց, տեսանյութը մենք տեսանք, հա, եւս մեկ ոչ մարտական մեքենա էր, փաստորեն։
Հետո տեղի ունեցավ կրակակետի պայթեցում, տեսանյութ տարածեցին, հրամանատարական կետի պայթեցում եւ մի շարք այսպիսի տեսանյութեր էին տարածում ադրբեջանական կողմից, իհարկե հայկական կողմն էլ էր մեկ անգամ տեսանյութ տարածեց ասայից հետո։ Ի վերջո այս ամեն ինչը այն փուլն է, որը տանում է դրան այդ լարվածության ավելացման, այդ պատերազմին, ինչին որ պետք է սպասել։ Նայեք, այստեղ ես կարծում եմ այդ գլխավոր խնդիրն է։ Ինչ պետք է մենք անենք, որ զսպիչ գործողություն կատարենք։ Նայեք, Ադրբեջանը լկտի անում է, կրակում է, դուք պատկերացնում եք, ապրիլի 28-ին այս տարվա Ռուսաստանը նախաձեռնեց հանդիպում։ Ադրբեջանցի կրակում էին միջև հանդիպում ու հանդիպման օրը անմիջականորեն դա լկտի պահվածք է, նույնիսկ Ռուսաստանին ասում են, քո նախաձեռնությունը մեզ համար դա օրենք չի, չէ՞։ Ու ոնց պետք է կանգնացնես այդ Ադրբեջանի սադրիչ գործողությունները։ Առանձին դեպքերում այո, ուժային քայլերով։ Երբ որ դու կետային հակահարված ես տալիս, խելքի ես իրանց բերում։ Ու ես կասկած չունեմ, որ երբ որ այդ ասայից հետո մերոնք պատասխանեցին, հենց դա է գլխավոր զսպիչ մեխանիզմը, որ 3 շաբաթ գոնե նույն մակարդակի սադրանք չարեցին։ Ուրեմն տարբեր մեխանիզմներ կան կանգնացնել Ադրբեջանը։ Ասայի խոցումից հետո մերոնք պատասխանեցին։ Ասայի խոցումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ հասցեական հայտարարություն արեց, բայց շարունակում են։ Չէ, բայց ես գիտեք այո, շարունակում են կրակել, բայց մասշտաբը, խորությունը այն չի, որը հրամանատարական կետ, կրակային կետ։ Համաձայն եմ ձեզ հետ, կանգնացնել Ադրբեջանին դժվար է, բայց պետք է կոմպլեքս օգտագործել, դիվանագիտական օրինակ։ Էդվարդ Նալբանդյանը ասեց, գիտեք, սկսեք գործողություններ։ Հայտարարություն արեցիք, հիմա սկսեք գործողություն։ Դե գործողություն հասկանանք ինչի մասին է խոսքը, որ գերտերությունները ասենք դատապարտեն ուղղակիորեն Ադրբեջանին կամ սանկցիա կիրառեն։ Դուք կարծում եք կանեն։ Գիտեք, այսօր միգուցե չէ, բայց այդ ուղղությամբ ճիշտ է գնալ, ճիշտ է։ Հիմա պետք է ոչ թե ասել մենք պատրաստ ենք բանակցայել կամ վերսկսել բանակցությունը։ Մենք սպասում ենք, երբեք դուք Ադրբեջանին կանգնացնելու, հետո սկսենք խոսել։ Այդ առաջինը ու երկրորդը այո, մեր բանակը պետք է դիպուկ շեշտադրված հակառված միշտ տա։ Սպասում ենք, նայում ենք, հետո մի հատ ուժեղ հարված։ Իրանք հասկանում են այսօր Ադրբեջանի իշխանությունները, գիտեք, այդ հոգեբանական այս վիճակում են, որ մենակ ուժով կարող ես իրանք կանգնացնել կամ միջազգային սանկցիաներով։ Ուրիշ տարբերակ չկա։ Պարոն Գրիգորյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունից հետո որ լարվածության աճի համար մեղավորը Ադրբեջանն է, նրանց այցելությունը Բաքու ինչպիսին կլինի ձեր կարծիքով։ Ես կարծում եմ բավական ծանր է իրենց լինելու խոսել։ Գիտեք, Հայաստանում ավելի ազատ է մթնոլորտը։ Համանախագահ երկրների դեսպանները ազատ հանդիպում են ոչ միայն մեր պաշտոնյաների հետ, ձեզ ասեմ, առանձին դեպքերում փորձագետների հետ, ես ունեմ այդ փորձը։ Գիտեք, իրանք ստեղ ազատ են զգում։ Ստեղ գիտեք, մթնոլորտը տոտալիտար երկրինա չի, իրանք պարզե ավելի սահմանափակ են, ավելի զգուշ են այնտեղ, ցանկացած բառ կարող են ասել, հետո սկանդալ լինի։ Իրանք դժվար կլինի Բաքվում, բայց ես պնդում եմ, որ այս հայտարարությունից հետո իրանց մայիսի 18-ի դրական իմաստով, որ իրանք շեշտը դրեցին նրա վրա, որ Ադրբեջանը խախտեց զինադատարը։ Ես կարծում եմ, այնտեղ էլ իրանք պետք է ավելի համարձակ լինեն։ То есть դիվանագիտական պարզը օգտագործեն այդ տերմինները, բայց ավելի հստակ պետք է գործեն։ Գիտեք, Ադրբեջանը դրանից ինչ որ չափով իրան կզսպի, երբ որ համանախագահ երկրների դեսպանները ասեն, գիտեք ինչա, մենք գիտենք, որ առաջինը դուք եք սկսել։ Ոչ թե քողարկեն այդ տեքստը ինչ որ դիվանագիտական ձևակերպումներով, բայց դժվար կլինի, պարզ է, տոտալիտար երկրների ղեկավարների հետ կամ կոշտ ավտորիտար շատ դժվար է խոսել։ Շատ լավ, եւ ինչ փոփոխություն սպասել այս այցից հետո։ Ну, ես կարծում եմ շատ մեծ փոփոխություններ պետք չի սպասել։ Բան չի փոխի այցից։ Մի քիչ զսպիչ մեխանիզմ կլինի Ադրբեջանի համար, բայց պետք է պատրաստ լինենք, ասենք մի երկու շաբաթ չեն կրակի կամ ուժեղ չեն կրակի, երկու շաբաթ հետո նորից կկրակեն։ Քանի որ այս այցելությունները կարևոր են, բայց որոշում
չես ստանա արագ։ Այդ այցելությունները, գիտեք, դա որոնման process է, իրենք որոնում են հնարավորություն, ստեղծում են հնարավորություն, որ ոչ թե բանակցությունները լինեն։ Եթե բանակցությունները լինեն, ես կասեի, չէ, Ադրբեջանը համաձայնում է այդ բանակցությունների, ինչ որ սպասելիքներ կան։ Չէ, բանակցության մասին ընդհանրապես չկա խոսք։ Խոսքը գնում է նրա մասին, որ համոզել Ադրբեջանին, որ գա կոնստրուկտիվ լինի, նախապայման մեր արժև չդնի։ Գա կոնստրուկտիվ, մեզ հետ սկսի ոչ թե բանակցել, խոսա, չէ։ Ահա, ուրեմն պետք չի ոչ մի բան սпасել, մեծ բաներ պետք չի սпасել, բայց այդ ռուտինային աշխատանքը պետք է։ Եվ վերջիններս պարոն Գրիգորյան, հաշվի առնելով այս հայտարարությունները, հայկական կողմը պաշտոնապես անդադ հայտարարում են, որ իրենք այսպիսի հայտարարություններ էլի են ակնկալում։ Հայ եթե Ադրբեջանը նույն ձև շարունակի իրեն դրսևորել, նման հայտարարություններ կկրկնվեն։ Կարող են կրկնվել, գիտեք ինչի։ Պետք չի մոռանալ, որ եւ Պուտինը, եւ Տրամպը, եւ այսօր Մակրոնը շատ լուրջ քաղաքական գործիչներ են։ Մենք կարող ենք քննարկել իրենց քաղաքականությունը, գլոբալ, լոկալ եւ այլ, բայց լուրջ են։ Պատկերացնում եք իրանց դեսպանները վաղը իրանց կասեն, որ գիտեք ինչա Ադրբեջանը ձեր առաջարկը անտեսում է։ Ու ի վերջո իրանք ստիպված կլինեն հասցնել իրանց առաջի դեմքերին։ Ու այդ դեպքում այդ առաջի դեմքերը պատասխան կտան։ Օրինակ, պատասխանը նա կլինի մի հատ արեք ավելի կոշտ հայտարարություն Ադրբեջանի դեմ ուղղված։ Ես կարծում եմ այս ուղղությամբ պետք է մերոնք էլ գնան։ Համոզել, որ այս ձևի հայտարարություն կոշտ ավելի անեն։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար, տաղավարում հյուրընկալել ենք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին։